Առաջին հարցով մարդու վերարտադրողական առողջության վերարտադրողական իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը զեկուցող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյան, խնդրեմ պարոն Գասպարյան։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը անհրաժեշտությունը բխում է Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 1-ի 1775 որոշման կատարման անհրաժեշտությունից, համաձայն որի մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի առաջին եւ երկրորդ կետերը մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակում նախատեսելու մասով ճանաչվել է Սահմանադրության 31-րդ հոդվածի առաջին մասին հակասող եւ անվավեր։ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի առաջին մասի համաձայն Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո ոչ ուշ քան երամսյա ժամկետում կառավարությունը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ուսումնասիրում եւ անհրաժեշտության դեպքում նախաձեռնում է համապատասխան իրավական ակտեր մշակել եւ ազգային ժողով ներկայացնել։ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի առաջին մասի պահանջի կատարման ապահովելու նպատակով մշակվել է մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի առաջին եւ երկրորդ կետերը հանվել են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար նախատեսված սահմանափակումները, կանանց եւ տղամարդկանց համար սահմանված որոշակի տարիքային շեմը, որը ունենք, ի կատարում վերոհիշյալ պահանջի մշակվել է նաև մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական օրենքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Խնդրում եմ տալ դրական դիրքորոշում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Գասպարյան, հարցեր կան, պարոն Գասպարյանի։ Պարոն Գասպարյան, իհարկե Սահմանադրական դատարանի որոշումը ընդհանրապես քննարկման ենթակա չէ եւ պարտադիր կատարման է ենթակա, բայց ինձ մոտ հարցեր կան, արդյոք այս որոշումը վերաբերվում է պետպատվերի շրջանակներում, թե ընդհանրապես ուղղակի տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորության, այսինքն սա իր հետևից չի բերելու պետպատվերի շրջանակներում նման հնարավորությունից օգտվելուն, ես այդպես ուզում եմ ճշտեք այդպես եթե ոչ, եւ երկրորդը, որտեղ նման իրավիճակներում կարող են հայտնվել մեծահասակ կանայք, մեղա, բայց Աստված մի արած, թե մեծ տարիքում, ասենք այդ երեխան, որը կծնվի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների արդյունքում, ինչ որ փաստի առաջ կանգնեց, արդյոք որոշակի մեխանիզմներ կան նրանց որդեգրման, չորդեգրման եւ այլն, ինչ կառավարությունը որ նախատեսում է արդյոք կոնկրետ մեխանիզմներով լուծել նմանատիպ առաջացող հարցերը թե ոչ։ Նախ առաջինը դա պետպատվերի շրջանակներում է թե ուղղակի վճարովի եւ երկրորդը առաջիկա բարդությունների համար որոշակի լուծումների մեխանիզմ երբ է նախատեսում կառավարությունը առաջարկել։ Շնորհակալություն Տիկին Գյուղյան, քանի որ Սահմանադրական դատարանի որոշումները պետք է սա անենք երամսյա ժամկետում, սա մենք կատարում ենք, իհարկե մենք մտածում ենք այնպիսի սահմանափակումների մասին, ոչ տարիքայինի հետ կապված, որպեսզի հաշվի առնենք եւ ապագա ծնողի առողջական վիճակը եւ այլն, որը մոտակայքում մոտ ժամանակներս մենք դա կնախաձեռնենք եւ քննարկենք միասին եւ ինչ-որ փոփոխություն կանենք։ Ինչ վերաբերում է պետպատվերին, պետպատվերը սա առնչություն չունի, որտեղ այս տարիքային շեմը այսպես թե այնպես չէ մտնում պետպատվերի մեջ, հավելյալ ծանրաբեռնվածություն չի լինելու ջեի վրա։ Շնորհակալություն։